Բժշկին շնորհակալություն ասելը երբեք ավելորդ չի, իսկ բուժաշխատողի օրը եւս մեկ առիթ է գնահատելու նրա առաքելությունը։ Գավառը տոնական միջոցառմամբ հյուրընկալել է առողջապահության ոլորտի ամենատարբեր ուղղությունների մասնագետների մարզերից եւ մայրաքաղաքից։ Նախաձեռնությունը Գավառի բժշկական կենտրոնինն ու Գեղարքունիքի մարզային գրադարանինն է։ Շնորհավորանքներին եւ բարեմաղթանքներին զուգահեռ անդրադարձ է կատարվում մեր երկրում առողջապահական համակարգի բարեփոխումներին, բուժաշխատողների մասնագիտական կարողությունների հզորացմանն ուղղված ծրագրերին։ Առանձնահատուկ օր է, երբ մենք մեր խորին երախտագիտություն ենք հայտնում այն մարդկանց, ովքեր իրենց մասնագիտական գիտելիքներով, մարդկային վերաբերմունքով եւ անձնվեր ծառայությամբ ամեն օր պահպանում են մարդկանց ամենաթանկ արժեքը՝ առողջությունը։ Այս տոնական օրը ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Գավառ բժշկական կենտրոնի բոլոր բժիշկներին, բուժքույրերին, վարչական անձնակազմին։ 2026 թվականը Հայաստանի առողջապահական համակարգի համար նշանավորվեց առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ։ Շնորհավորական խոսքում նշում է նախարար Ավանեսյանը, տարվա ընթացքում սպասվող բարեփոխումներից առանձնացնում է բժիշկների անհատական լիցենզավորման գործընթացը։ Ես վստահ եմ, որ ինչպես մինչ այս մեր բոլոր բարեփոխումները սա է պատվովացնելու ենք, մենք շարունակելու ենք աշխատել ենթակառուցվածքների զարգացման վրա եւ Գավառի բժշկական կենտրոնը դրա լավագույն օրինակն է։ Ուրախ եմ, որ մարզում մենք բացելու ենք 3 ամբուլատորիաներ առաջիկա մինչև տարվա վերջ եւ սա է կարևոր նոր զարգացման շրջափուլը մեզ համար բացելու։ Շնորհավորում եմ բոլորիս եւ ցանկանում եմ բեղինավոր աշխատանք, բայց ամենակարևորը առողջություն, սիրելի բժիշկներ։ Ոչ մի ծրագիր, ոչ մի նոր տեխնոլոգիա եւ ոչ մի բարեփոխում չի կարող փոխարինել ձեր մասնագիտական գիտելիքին, սրտացավությանը ու մարդասիրությանը։ Դուք եք այն ուժը, որը առողջապահական համակարգին տալիս է իրական բովանդակություն եւ արժեք։ Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, մասնագիտական նոր հաջողություններ, խաղաղություն, բարեկեցություն եւ արժանի գնահատանք ձեր պատասխանատու աշխատանքի համար։ Տոնական միջոցառումը շարունակվում է ելույթներով, պարգևատրմամբ, ֆիլմի ցուցադրությամբ եւ համերգային ծրագրով։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, լուրերի համար։